Ողջույն սերինքերներ, ողջույն ուշ գիշեր Երևանում ժամը 12:35 րոպե, իսկ մեր մոտ բնականաբար արդեն կեսօր է, եղանակներ խիստ անձրևային։ Ողջունում եմ ձեզ, խոստացել էի, որ այս օրերի ընթացքում կփորձեմ հերթական անգամ երբ նորություններ լինեն այս աղոթքի նախաճաշի հետ կապված, ձեզ իրազեկեմ, ձեզ հետ կապի մեջ լինեմ եւ խոսենք այս շատ կարճ լայվերի ընթացքում, որ կունենամ։ Ընդգծեմ, որ իմ YouTube-յան ալիքի վրայի լայվերը շարունակվելու են, կխնդրեմ հնարավորության դեպքում այնտեղ բաժանորդագրվեք, լայքերը դնեք, կոմենտներ թողնեք, որպեսզի ավելի աշխուժանա, բայց այդ ընթացքում նաև երբեմն այս կարճ առիթների պատճառով եւ առիթարինում խոսելու նաև Facebook-ով կլինեմ ձեզ հետ։ Ուրեմն այսօր տեղի ունեցավ այդ աղոթքի նախաճաշի առաջին օրը, ինչպես նախատեսված էր։ Իհարկե, անունը դրել են աղոթքի նախաճաշ, բայց հիմնական միջոցառումը վաղ առավոտյան է լինելու, շաբաթ առավոտյան է լինելու Մարիոթ հյուրանոցում։ Այսօրվանը ավելի շուտ քննարկում էր, քան թե նախաճաշ, պանելային քննարկման ուրեմն նիստ է եղել ամբողջ օրվա ընթացքում, ազգային պատկերասրահում, իսկ գիշերն էլ արդեն գալա ընթրիք կար, որին մեր Նիկոլ Փաշինյանը, պես ասած, օծեց իր ներկայությամբ եւ ներկա գտնվեց այդտեղ։ Ամեն դեպքում ես երեք գրառումների շարք էի արել, ուրեմն նկատեցինք, որ ինչպես կանխատեսել էինք, այդ միջոցառման հիմնական մասնակիցները Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուց լինելու են կարգալույց եղած այն հոգևորականները, որոնց վերջի շրջանում Նիկոլ Փաշինյանը փորձում է տեսածած իր աջակցությունը ցուցաբերել նրանց, որպես տարբերակ ներկայացնել բան, բայց հետո ուրեմն մեկ այլ հոգևորական էլ այդտեղ մեկ նկատեցինք, ես սխալվել էի, կարծել եմ, որ դա էլ կարգալույց եղած հոգևորականներից մեկն է, դեմքի նմանության պատճառով մի հատ կարգալույց եղած տարիներ առաջ կարգալույց եղած հոգևորական կա, եթե չեմ սխալվում, Տեր Սահակ անունով, նրա այդ դեմքի նմանությամբ ես շփոթեցի, տեղադրեցի որպես կարգալույց եղած ուրեմն հոգևորական, որ մասնակցել է Նիկոլի այդ միջոցառմանը, բայց հետո պարզվեց, որ դա այդպես չի, դա Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանն է եւ միջոցառմանը մասնակցել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից։ Դե շատերի նման ես էլ առաջին առիթով մի քիչ վատ զգացի, որ մենք այստեղ մեզ պատռում ենք այս միջոցառման դեմ բացահայտումներ անելուց, բայց օրինակի Մայրաթորից մեկը ներկայություն է եղել որպես հոգևորական, բայց հետո երբ ինձ համար իրականությունը պարզ դարձավ, ես զղջացի իմ պատկերացման համար եւ զգացի, որ շատ ճիշտ քայլ է եղել։ Խնդիր հետևյալն է, որ հրավեր ստացած է եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանը ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից մասնակցել է միջոցառմանը եւ ինչպես բացատրությունների մեջ ներկայացվել է, Սրբազան հայրը մասնակցել է շատ կարճ, իր մասնակցությունը եղել է միայն պանելային քննարկման ընթացքում եղել եւ լինելու է, այսինքն չի մասնակցել գիշերվա ընթրիքին բնականաբար, բարեբախտաբար, իսկ վաղն էլ նույնիսկ միջոցառումներին չի մասնակցելու, իսկ պանելային քննարկումներում էլ հատկապես մասնակցել է այն քննարկմանը, որը նվիրված է եղել կրոնների ազատությանը։ Եվ ամենակարևորը այն, որ այդ պանելային քննարկման ժամանակ Սրբազան հայրը մյուս միջազգային, այդպես ասած, արտասահմանցի մասնակիցների ներկայությամբ բարձրացրել է մեր կալանավորված Սրբազան հայերի հարցը։ Դա գովելի, գնահատելի քայլ է, որի համար մենք բոլորս պետք է մեր երախտագիտությունը հայտնենք թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ թե նրա ներկայացուցիչ Դանիել Սրբազան ուրեմն Ֆինդիկյանին։ Հիմա կարելի է երկու պատկերացում ունենալ, ակնկալիք ունենալ, կամ պիտի օրինակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ամբողջությամբ բոյկոտի ենթարկել այդ միջոցառումները եւ չմասնակցել, կամ էլ ինչպես հիմա է տեղի ունեցել, դա մասնակի բոյկոտի ենթարկել, այն բաժինը, որ հնարավոր էր դա օգտագործել քարոզչական նպատակով գնալ մասնակցել, իսկ բնականաբար մյուսները բոյկոտի ենթարկել։ Եվ Մայրաթոր Սուրբ Էջմիածին ընտրել է երկրորդ տարբերակը, անկեղծ թե ես էլ լինեի այդ տարբերակները ընտրելուց, պես ասած, ինձ դրված լիներ, ես էլ երկրորդը կընտրեի։ Ամեն դեպքում կարծում եմ շատ ճիշտ քայլ է եղել, քանի որ դա ամենալավ տեղն է, որտեղ հնարավոր է եղել բարձրացնել ուրեմն մեր կալանավորված Սրբազան հայերի հարցը։ Դուք պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը այդ ամբողջ միջոցառումը կազմակերպել է, իրեն ներկայացնելով որպես քրիստոնյա, որպես կրոնների ազատության աջակից, ժողովրդավարության բաստիոն ներկայացնի Հայաստանը, ու ահա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը կանգնում է պանելային քննարկման ժամանակ, բարձրացնում է կալանավորված Սրբազան հայերի հարցը եւ մի խոսքով, այսպես ասած, հոց է ցնդեցնում եւ պայթեցնում է Նիկոլի փչած այդ ուրեմն փուչիկը։ Ես դա համարում եմ գնահատելի քայլ եւ ինչպես հետո նկատեցի նաեւ ուրեմն հրապարակ թերթի մեջ ուրեմն տպագրված մեկ լուրից, այդտեղ միայն
Դանիել Սրբազանը չի եղել, որ բարձրաձայնել է կալանավորված սրբազանների հարցը, նաև առնվազն մի 2 կամ 3 արտասահմանցի մասնակիցներ այդ փանելային քննարկման ժամանակ բարձրացրել են այդ հարցը, կալանավորված սրբազան հայերի հարցը, նաև մեկ ուրիշներ տեսանք մասնակիցներից մեկ արտասահմանցի արդեն հանրապետության հրապարակից էր լայվ արել եւ այդ լայվի ընթացքում խոսել էր Հայաստանում տիրող բռնապետության մասին եւ կալանավորված սրբազանների մասին եւ պահանջել էր որպեսզի իրենց թույլատրվի որպեսզի գնան կալանավորված սրբազաններին հանդիպեն։ Մի խոսքով ինչպես այսօր առավոտյան էր գրեի, ոնց որ կարծես խիարը թարս է բուսնել Նիկոլ Փաշինյանի համար, ինչ որ հկեր կազմել աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ անունով այդ Ստեփան Սարգսյանի մասնակցության, որի վրա իդեպ Փարաթիվի հաղորդումից ես իմացա 20 քրական 20 գործ կա, դատական գործ կա իր վրա դեմ հարուցված այդ մարդու դեմ, ու հիմա ներկայացել էր այդտեղ որպես քրիստոնյա եւ քրիստոնեություն էր կարոզում 20 հատ դատ ունեցող մարդու դեմ։ Ամեն դեպքում նրան հանձնարարել է, որ այդ ՀԿ-ն կազմի, այս միջոցառումը կազմակերպի, կնոջ հավանաբար հիմնադրամներից էլ մի խոշոր գումար հատկացել է այդտեղ, որպեսզի իրեն որպես քրիստոնյա ներկայացնի, քարոզություն իրականացնի, բայց դա այդ ամեն քարոզությունը հիմա մի տեսակ կարծես անիվը սկսել է հակառակ պատտվել դեպի իրեն եւ այդ ամբողջ քարոզությունը ուղղվել է իր դեմ եւ այն հարթակը, որը պիտի դառնար իր, այդպես ասած, կեղծ քրիստոնեության, այդպես ասած, ջատագով լինելու պրոպագանդայի հարթակ, նաև կեղծ ժողովրդավարության, այդպես ասած պրոպագանդայի հարթակ, հիմա դարձել է իր, այդպես ասած բռնապետությունը բացահայտելու հարթակի։ Կարծում եմ այս գիշեր հավանաբար իր, այդպես ասած փողկապը հիմա պիտի կրծելիս լինի Նիկոլ Փաշինյան այս ամբողջ ինչի ուրեմն ականատեսը լինելով։ Նաև ես այդ խմբի մեջ ուրեմն դիտեցի երկու հաղորդում, մեկը ՀՄԿ-ի հաղորդումն է, որ պատրաստվել է շուրջ 2.5 րոպե, նաև ազատության ձայնն էլ հաղորդում է պատրաստել։ Եվ մասնակիցների մեջ հետաքրքիր դեմքերի ես հանդիպեցի։ Օրինակ այդտեղ հանդիպեցի Շեք Մազերով մի ամերիկացի տղայի, Դոնալդ Բուշ անունով, որը այստեղ մենք շատ հաճախ ենք իրեն հանդիպել, ովքեր այստեղ Նիկոլի դեմ ցույցերին մասնակցել են Արցախի կապակցությամբ վերջին շրջանում իրեն միշտ տեսել են։ 44 օրյայի ժամանակ ուրեմն Քրիստոնյա Հալաջյանի հետ բեմերի վրա է ցած չէր իջնում, Հայաստանի ու Արցախի դրոշներ թափտալի ժողովրդին գցել էին երկուսով իրենց հետևից ինքն ու Քրիստինա Հալաջյանը։ Հետո միանգամից անհետացավ պատերազմից հետո 2023 թվականին Արցախի այդ մեկ տարվա շրջափակման ժամանակ երբ մենք շարունակաբար այստեղ ցույցեր էինք անցկացնում Լոս Անջելեսում, ուրեմն Ադրբեջանի դեսպանատան առաջ, էլի այդ տղան նորից հայտնվեց, էլի բարձրացավ վերև, Արցախի դրոշներ բարձրացնում, Արցախ էր անում ու ես ինչ գիտեմ ինչ էր ասում, ու հետո Արցախի հանձնվելուց հետո էլի չկացավ, ու հիմա գնացել է մասնակցել Հայաստանում մեկ միջոցառման, որի կազմակերպիչը նույն մարդն է, ով Արցախը հանձնել է։ Հիմա հույսով եմ մարդիկ, ովքեր այս տղայի հետ կապի մեջ են, շփման մեջ են, վերադառնալուց իրեն հարց կտան, թե ինքը ինչ գործ ուներ այդտեղ։ Անկեղծ ասած, մի քիչ էլ մեր թերությունն է եղել, որ մենք չենք կարողացել այս մարդկանց հետ շփման մեջ մտնել։ Քանի որ այդտեղ տեսա մի հատ Ջոել կոչվող տղայի, որը ուրեմն Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ուրեմն Facebook-ում գրառում էր արել, որ ինքը ուրեմն Դոնալդ Թրամփի շրջապատից է եւ Հայաստանի հետ շատ ծեր հարաբերություններ ունի, որոշ աշխատանքներ է սկսելու տանելու։ Այս այն ժամանակ գրեցի այս տղան կարող է ինչ-որ անկապ բաներ ասում, բայց եթե նույնիսկ 10% իր ասածներին էլ ճիշտ լինի, պետք է այս տղային մոտենալ, պահել մեր շրջանակների մեջ, փորձենք իր միջոցով մոտենալ պրեզիդենտ Դոնալդ Թրամփին եւ մեր խոսքը իրեն հասցնել։ Չարեցինք դժբախտաբար, ու հիմա տեսնում ենք նույնը արել են ԿՊԱ-ականները, նույն արել է Ստեփան Սարգսյանը եւ այդ տղան էլ այսօր նստած էր այդ աղոթքի ուրեմն նախաճաշին մասնակիցներից մեկն էր։ Ամեն դեպքում թերացումը նաեւ մեզանից է եղել, ամեն ինչը գուցե այդպես էլ չի, որ մենք անմեղ ենք այս հարցում թերացում ունեցել ենք, բայց բարեբախտաբար Աստծո կամոք ես կասեի, այս ամեն ինչը կարծես մի տեսակ հակառակ ուղղությամբ բանի սկսում պատտվել եւ վերադառնում է ուրեմն դեպի Նիկոլը։ Իսկ վաղ արդեն գլխավոր միջոցառումն է լինելու, աղոթքի նախաճաշն է լինելու, մասնակիցներ, որ նայեցի, այդքան էլ մեծ հաթիվ մասնակիցներ չեն եղել։ Իդեպ լրատվություն է տարածվեց, որ այդ մասնակիցներից մի 10-20-ը ցանկություն են հայտնել ուրեմն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում հանդիպեն կաթողիկոսին, եւ ես կարծում եմ կաթողիկոսը շատ ճիշտ քայլ անելով համաձայնել է, որպեսզի նրանց հանդիպի։ Վստահաբար կաթողիկոսը այդ հանդիպան ժամանակ այդ 10-20 հոգուն իրազեկելու է այսօր Հայաստանում տիրող բռնաճնշումների մասին, քրիստոնեության դեմ ծավալված պայքարի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից,
ուրեմն կալանավորված սրբազանների ուրեմն հարցն է բարձրացնելու։ Այսքանը սիրելի ընկերներ, բարեկամներ, ուզում եմ այսքանով ձեզ հետ կիսվեի, նաև վաղաշաբաթում ուրեմն ոնց որ այնտեղ էլ խիարը թարսաբուսնում Նիկոլի համար, հակառակ այն բոլոր քարոշյանը, որ իրենք տարել էին, վերջին սոցհարցումների արդյունքները ճիշտ հակառակն է ցույց տալի, թեև ամեն դեպքում սոցհարցումների որոշ արդյունքների համաձայն ԿՊ-ն ամեն դեպքում որոշակի տարբերությամբ շատ ձայն աշխարհելու, բայց ինչպես Գյումրիում այստեղ էլ իր ձայները բավարար չեն լինելու, որպեսզի կարողանա միանձնյա ուրեմն իշխանություն ձևավորել ուրեմն վաղաշաբաթում կամ մեջ միացնում, նաև հանրապետությունը այդքան ձայն չի հավաքելու, որ բերի միասնի կարողանան միասին մի բան անեն, փոխարենը մյուս երեք դաշինքները, որոնք գոյություն են, հաղթանակ դաշինքը, Մայր Հայաստան դաշինքը եւ Հայերենի կուսակցության դաշինքը, նրանք ավելի մեծ շանսեր ունեն ուրեմն մանդատներ ձեռք բերելու եւ եթե այդ երեքը այն տոկոսներ, որ հրապարակվել են, ձայները մեկտեղ են, ճիշտ Գյումրի օրինակով կարողանալու են ուրեմն էջմիածնում իշխանությունը վերցնել եւ թույլ չտալ, որպեսզի Նիկոլը այնտեղ ԿՊ-ն կարողանա ուրեմն իշխանություն ձևավորել։ Սա լինելու է հերթական պարտությունը Նիկոլ Փաշինյանի համար։ Ես կարծում եմ այս շաբաթավերջը սարսափելի շաբաթավերջ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Այս ձախողումները, որ ինքը ունեցավ այս աղոթքի ուրեմն նախաճաշի կապակցությամբ այդ արտահայտությունները, որ հնչել են մեկ, երկրորդը նաև էջմիածնում ամենահավանական պարտությունը, որ ինքը ունենալու է եւ կրելու է, դա նույնպես լինելու է իր հերթական այս շաբաթավերջի ձախողումը։ Ու ես ուզում մի խոսք ասել Նիկոլին, հիմա առաջին անգամ դիմեմ իրեն եւ խորհուրդ տամ, որ քանի դեռ չի ուշացել, քանի որ իր իշխանության հավանաբար ամիսներ են մնացել, գուցե շատ ավելի քիչ, քան ամիսներ, քանի որ ինքը ավետարան շատ է կարդում, կարծում եմ մեկ անգամ էլ այդ առակը ինքը մեկ անգամ մեջբերում արել, ուրեմն ճարպիկ տնտեսի առակը։ Ես իրեն խորհուրդ կտամ, բայց մի քանի ամիսներ, որ իշխանության մնալու է, դեռ ժամանակ ունի հավանաբար մինչև ընտրություններ, որ կկարողանանք իրեն հեռացնել, գնա մի քանի անգամ, օրը մի քանի անգամ ընտրեցի ճարպիկ տնտեսի առակը եւ ճարպիկ տնտեսի օրինակին հետևելով հասկանա, որ շուտով իրեն տրված այդ իշխանությունը հետավեշտվելու իրենից, ինքը մնալու է դատարկ ձեռով իր կատարած ամբողջ այդ հանցագործությունների դիմաց։ Ու այս կար ժամանակը թող օգտագործի ապաշխարելու իր սխալները գոնե մասամբ եթե կարողա սրբագրելու համար։ Սա խորհուրդ է իրեն, հուսով եմ, որ լսող կլինի, ես կարծում եմ իր կինը մյուսները լսում են իմ լայվերը, հուսով եմ, բայց բարի խորհուրդ կտան, թեև չեմ կարծում իր կինին լավ խորհուրդներ է տալի, բայց գոնե մենք անգամ կյանքում գուցե այս խորհուրդը տա։ Խնդրում եմ, իրեն ասեք, գնա կարդա ճարպիկ տնտեսի առակը, դա այս օրերին վաղվանից Կիրակի օրվանից հետո իրեն ամենաշատն է պետք գալու Նիկոլ Փաշինյանին ճարպիկ տնտեսի առակը։ Գուցե դրանով կարողանա ինչ-որ, այդպես ասած, փրկության օղակ լինի իր համար, կարողանա լավագույն դեպքում, ասենք, իր կյանքի մնացյալ տարիներ անցկացնի բանտի ճաղերի հետևում եւ միայնության մեջ ինքը նստի մտածի ամբողջ արածների մասին, այն չարիքի մասին, որ ուրեմն ստեղծեց մեր ժողովրդի համար, Հայաստանի համար, Արցախի համար, Արցախայության համար։ Շնորհակալ եմ ժողովրդյան, կրկին կապի մեջ կլինենք հնարավորության դեպքում, շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, եթե ուրեմն կհավանեք, խնդրում եմ այս տեսագրությամբ նաև կիսեք ձեր ընկերների հետ, չմոռանաք նաև իմ YouTube-յան ալիքին բաժանորդագրվել, լայքեր, կոմենտներ, նաև տեղյակ պահել ուրիշներին, քանի որ իմ պաշտոնական այդ հաղորդումները, որ ունենում եմ, շարունակվելու է YouTube-ի ալիքի վրա, հույսում եմ, որ այս շաբաթավերջին հնարավորություն կունենամ այդ հաղորդումները կրկին ունենալ։ Լավ մնացեք, լավ գիշեր եմ մաղթում ձեզ Երևանում եւ լավ օր անձրևային Լոս Անջելեսում իմ ընկերներին։ Շնորհակալ եմ։